Բիզնես ինկուբատոր ծրագրին սկզբանե մասնակցում էի ավելի շատ ձեռք բերելու համար վառարաններ եւ խմորհունձ, քանի որ ունեի այդ պակասը, եթե անկեղծ արտադրամասը փակման եզրին էր, բայց արդեն ունենալով նոր սարքավորումներ, սկսեցինք ավելի որակով արտադրանք տալ հաճախորդին, որի արդյունքում կարելի է ասել փրկեցինք բիզնեսը, ծրագրի արդյունքում, բացի նոր տեխնիկան, արդեն արտադրեցինք ամբողջատիպ ալյուրից բացառապես այդ խմորով պատրաստված մեր հացերը, որոնք գրանցում են լավ վաճառքներ, ունեն բարի համբավ, ուզում եմ ասեմ, որ էսի իմ ու հոթի ընդհանուր պրոդուկտն է։ Իդեան ծնվեց, այդ իդեայով ոնց որ մենք սկսեցինք արդեն ինչ-որ գործողություններ անել ու տենց պատահաբար հանդիպեցինք ճանապարհին հոթին ու մեր պրոդուկտը ոնց որ սկսեց կրթվել։ Ռեզուլտատներն են, որ մենք հիմա Իջևանից մինչև Երևան սուպերմարկետներում եւ փոքր խանութներում պրոդուկտ ունենք արտադրամաս, ամենակարևորը նոր տեխնոլոգիաներով, լավ վերակառուցված, լրիվ պատրաստ լիարժեք սերտիֆիկատով։ Ես չէի էլ պատկերացնում էլի հոթի հետ, որ ես այդքան կգնամ։ Կրթականը իմ համար ամենակարևորն է։ Թեկուզ հոթը ֆինանսավորելը, բայց առանց կրթականի այդ ֆինանսը անկարևոր կդառնար։ Ֆինանսը արդեն ծախսեր են գնացել, բայց այդ տված գիտելիքի արդյունքում մենք շարունակում ենք աշխատել, շարունակում ենք բարգավաճել։ Հասկացանք, որ կարող ենք խնդիրներին ոչ ստանդարտ մոտենալ, ավելի հետաքրքիր լուծում գտնել։ Այսօր մատուցեցինք շատ հետաքրքիր մեզ համար ծառայություն հոթ ակադեմիայի շահառուներին օժանդակելը։ Մեր փորձառության մեջ դա առաջի անգամ էր ու շատ հետաքրքիր էր, որը մտածում ենք ինչու՞ չէ նաև կարող ենք շարունակել։ Բիզնես ինկուբատորին մասնակցելու ժամանակ արդեն հասկացանք, որ մեր միտքը ճիշտ ուղղության վրա է։ Այդ ընթացքին մենք տեխնիկապես ենք նաև զարգացել, որը մեզ թույլ է տվել միշտ ունենալ թարմ, չիշխան, որը մեր հյութի գլխավոր բաղադրիչն է։ Նաև մենք աշխատել ենք մեր լոգոտիպի վրա, մեր նոր պիտակներ ենք ստացել, որ այդ մի տարվա ընթացքում մեր հյութերը ստացել են երկրորդ կյանք, ավելի պայծառ տեսքով, ավելի գրավիչ։ Ես շատ ու շատ հարցերի, որոնց առաջ այլ կերպ էի նայում, հոթի հետ սկսեցի նայել բոլորովին այլ կերպ։ Բիզնեսի ոլորտը ավելի պատկերավոր դարձավ։ Ստացվեց ավելի, քան սպասում էի։ Արդյունքում հիմա որ այսպես մի հատ ռելսի եմ ընկած գնացքի, որը գնալով արագանում է դեպի վերջնական նպատակակետ։ Իսկ հոթը եղավ այդ հրողը։ Մենք մասնակցեցինք հոթ դրամաշնորհային ծրագրին եւ ներկայապայն դրա շնորհիվ նոր ծառայություն ենք ավելացրել Strike Ball թիմային խաղ։ Հիմա ոնց որ արդեն այն պահն է, որ նպատակները իրականանում են, այդ փուլի մեջ ենք։ Մեր բիզնեսը սպես 42-ը հոթ ակադեմիայի բիզնես ակսելերացիոն ծրագիրը անցնելուց հետո ավելի կայունացել է ու նաև համալրել ենք մեր տեխնիկան ավելի հզոր աշխատակով, յունիստելարի աշխատակով, որը որ թույլ է տալիս էլ ավելի շատ մարդկանց մոտեցնել տիեզերքը։ Նաև մենք ստեղծել ենք նոր ծրագրեր հատուկ դպրոցների համար, որը որ արժանացել է շատ մեծ հետաքրքրության։ Մեկ տարի առաջ մենք մեր համար երազանք էլ արտադրել ֆրի, հոթ ակադեմիայի օգնությամբ մենք արդեն արտադրում ենք ֆրին, խնդրեմ։ Հայկական արտադրության ֆրի, որը Հայաստանում միակն է, մենք արտադրում ենք կիսաֆաբրիկատ վիճակում, այսօր ունենք վաճառք, ունենք ահագին շատ հաճախորդներ, այն որ 2-3 տարի առաջ ոչ մեկ չէր հավատում, կլինի չի լինի, բայց այսօր ընտանիքը ամբողջությամբ ստեղ է ու ամեն մեկը ուզում է մի հարցով օգտակար լինի, առաջ մղի սպասելիքներ հույսերով, այդ մենք 2025 թվական։